18 տարեկանում տնից դուրս վռնդվելուց հետո նա $10 փայտե խրճիթ գնեց։ Վերին հարկում գտնվողը սարսափեցնում էր քաղաքը։ Իմ անունը Այդա Խաչատուրյան է, իմ 18-ամյակի օրը մայրս ինձ մի հին շագանակագույն կաշվե ճամպրուկ տվեց ասաց, որ ես 2 ժամ ունեմ տնից դուրս գալու համար։ Պատճառը. Ես հրաժարվեցի ամուսնանալ Գարլեն Մեսրոպյանի, հացաբուլկեղենի խանութի տիրոջ 45-ամյա որդու հետ, որին նրանք ընտրել էին ինձ համար։ 3 ամիս անց գրպանումս ընդամենը $847 շաբաթներ շարունակ մեքենայում քնած լինելով, տեղական թերթում մի հայտարարություն տեսա, որը ընդմիշտ փոխեց իմ կյանքը։ Վաճառվում է պատմական խրճիթ։ Ինչպես կա, որտեղ է։ $10։ Միայն կանխիկ։ Ես մտածեցի, որ դա կատակ է։ Այդպես չէր։ Եվ այն, ինչ ես գտա այդ խրճիթի ձեղնահարկում, ոչ միայն ցնցեց մեր Միլբրուք Վելիի փոքրիկ քաղաքը, այլ բացահայտեց մի գաղտնիք, որը ազդեցիկ տեղացի ընտանիքները փորձում էին թաքցնել ավելի քան 70 տարի։ Գաղտնիք, որը կապված էր համակարգված գողության, կառավարության կոռուպցիայի հարյուրավոր ներգաղթյալ ընտանիքների դիտավորյալ ոչնչացման հետ։ Թույլ տվեք վերադառնամ սկզբին, որպեսզի հասկանաք, թե ինչպես մի երիտասարդ հայուհի, որին տնից վռնդեցին, ի վերջո դարձավ այն մարդը, ով խափանեց Միլբրուք Հովտի պատմության ամենահին կոռուպցիոն սխեման։ Ես մեծացել եմ Միլբրուք Վելիի ավանդական հայկական ընտանիքում, 12.000 բնակչություն ունեցող քաղաքում, որը գտնվում է Նյու Յորք նահանգի հյուսիսային մասում, որտեղ Ադիրոնդակ լեռները հանդիպում են բերրի հովիտներին, որոնք ավելի քան 1 դար առաջ գրավել են ներգաղթյալներին։ Մեր տունը գտնվում էր Մեյպլ փողոցում, երկհարկանի վիկտորիանական շենք, որը ներկված էր բաց կապույտ գույնով, որը իմ նախապապը գնել էր 1923 թվականին, Հայաստանից ժամանելուց ընդամենը 2 տարի անց, միայն հագուստով ավելի լավ կյանքի երազանքներով։ Հայրս, Հովհաննես Խաչատուրյանը, Մեյն փողոցում ուներ փոքրիկ ժամացույցների խանութ, որը ժառանգել էր հորից։ Նա մանրակրկիտ մարդ էր, ձեռքերով, որոնք կարծես պարում էին, երբ աշխատում էր հին ժամացույցների փոքրիկ ատամնանիվներով, որոնք մարդիկ դեռ բերում էին նրան նորոգելու։ Նա տանը խոսում էր հայերեն, աշխատանքի վայրում անգլերեն, ուսերին կրում էր 4 սերնդի ընտանեկան ավանդույթների ծանրությունը։ Մայրս, ազնիվը, թավշյա ձեռնոցի մեջ փաթաթված երկաթե բռունցքով հոգ էր տանում տան ընտանեկան ավանդույթների մասին։ Նա պատրաստում էր ամենահամեղ հայկական ուտեստները, որոնք ես երբեմն տեսել եմ՝ դոլմա, խորոված, բերանում հալվող փախլավա, մեր տունը պահում էր որպես հին Հայաստանի մի փոքրիկ կտոր Նյու Յորքի կենտրոնում։ Նրա համար յուրաքանչյուր կերակուր ծես էր, յուրաքանչյուր տոն, սրբազան տոնակատարություն, իսկ ընտանեկան յուրաքանչյուր որոշում նախնիների պատվի հարց։ Ծնողներիս համար իմ ապագան նախագծված էր ծննդյան պահից, մեծանալ որպես լավ հայ աղջիկ, սովորել պատրաստել բոլոր ավանդական ուտեստները, ասեղնագործել, տուն պահել, ամուսնանալ հարգված ընտանիքից լավ հայ տղայի հետ, ունենալ երեխաներ, որոնք կշարունակեին ավանդույթները, ծերանալ թոռների շրջապատում, որոնք կխոսեն հայերեն, կիմանան իրենց արմատները։ Դա գեղեցիկ, ավանդական անվտանգ ապագա էր։ Միակ խնդիրն այն էր, որ ես բոլորովին այլ ծրագրեր ունեի։ Փոքր տարիքից ես միշտ հետաքրքրված էի պատմությամբ։ Ոչ թե այն պատմությամբ, որը մենք սովորում ենք դպրոցում, ճակատամարտերի ամսաթվերը, նախագահների անունները, այլ մարդկանց իրական պատմությամբ։ Ինչպես էին նրանք ապրում, ինչ էին ուտում, ինչպես էին կառուցում իրենց տները, ինչ գաղտնիքներ էին պահում։ Ես ժամեր էի անցկացնում քաղաքային գրադարանում 1905 թվականի Քարնեգիի շենքում, վիտրաժներով առաստաղին հասնող կաղնե գրապահարաններով, կարդալով հին ճարտարապետության, հնագիտական հայտնագործությունների, կորուսյալ քաղաքակրթությունների մասին։ Գլխավոր գրադարանավարուհին, տիկին Էլեոնոր Հարթվելը, անգլիացի տիկին, որը քաղաք էր ժամանել 1960-ականներին, համալսարանի պրոֆեսորի հետ ամուսնացած, խրախուսեց ինձ։ Նա ցույց տվեց դպրոցական ծրագրում չընդգրկված գրքեր, սովորեցրեց, թե ինչպես օգտագործել քաղաքի պատմական արխիվները, պատմեց Միլբրուք Հովտում բնակություն հաստատած ռահվիրա ընտանիքների մասին։ Դու պատմաբանի միտք ունես, սիրելիս, ասում էր նա ինձ։ Մի թող, որ որևէ մեկը համոզի քեզ, որ սա կարևոր չէ։ Բայց տանը պատմության հանդեպ իմ գիրքը համարվում էր մի փուլ, որը ես պետք է հաղթահարեի։ Երբ ես դարձա 16 տարեկան կիրակնօրյա ընթրիքի ժամանակ հայտարարեցի, որ ուզում եմ պատմություն հնագիտություն սովորել համալսարանում, ծնողներիս արձագանքն այնպիսին էր, կարծես ես ասել էի, որ ուզում եմ դառնալ տիեզերագնաց կամ առյուծների վարժեցնող։ Աղջիկներին համալսարան պետք չէ, ասաց մայրս այդ գիշեր, ավելի շատ տոլմա լցնելով ափսեիս վրա, կարծես լրացուցիչ ուտելիքը կարող էր փոխել իմ միտքը։
Դու կամուսնանաս, երեխաներ կունենաս։ Դա բավարար կրթություն է հայ կնոջ համար։ Ցանկացած կնոջ համար։ Բայց մայրիկ, ես ուզում եմ իմանալ անցյալի մասին, այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրել։ Անցյալն ավարտվեց, Աիդա։ Ապագան է կարևորը։ Քո ապագան քո ընտանիքն է։ Հայրս մի փոքր ավելի մեղմ էր, բայց ոչ պակաս վճռական։ Աիդա ջան, սիրելիս, ես հասկանում եմ քո հետաքրքրասիրությունը։ Բայց համալսարանը թանկ է, ինչի՞։ Համար։ Ի վերջո, դու կամուսնանաս։ Ավելի լավ է գործնական բաներ սովորել։ Բայց ես համառեցի։ Դպրոցից հետո ես կես դրույքով աշխատանք գտա գրադարանում, գրքեր կազմակերպելով, օգնելով պատմական արխիվին, երբեմն էքսկուրսիաներ կազմակերպելով այն ուսանողների համար, ովքեր գալիս էին տեղական պատմությունն ուսումնասիրելու։ Տիկին Հարթվելը ինձ ժամում $10 էր վճարում, ինչը 2019 թվականին դեռահասի համար լավ գումար էր։ Ես խնայում էի ամեն մի կոպեկը։ Մինչ դասընկերներս գումար էին ծախսում հագուստի կոսմետիկայի վրա, ես աշխատավարձս դնում էի գաղտնի բացած խնայողական հաշվին։ Երբ ես գերազանցությամբ ավարտեցի ավագ դպրոցը 2021 թվականի լավագույն աշակերտուհի լինելով, խնայել էի $4200, որը բավարար էր պետական համալսարանում առնվազն 1 կիսամյակի համար, գուցե 2-ի, եթե կարողանայի կես դրույքով աշխատանք գտնել համալսարանում։ Այդ ժամանակ էր, որ ծնողներս խաղացին այն խաղաքարտը, որը պահել էին որպես վերջին միջոց։ Գարլեն Մեսրոպյանը ուզում է ամուսնանալ քեզ հետ, հայտարարեց հայրս իմ 18-ամյակի նախօրեին, կարծես հրաշալի լուր էր ինձ հայտնում։ Մենք նստած էինք հյուրասենյակում, ես ծաղկավոր բազմոցին, որը մայրս տարիներ առաջ գնել էր զեղչված գնով, նրանք բարձր մեջքով աթոռներին, որոնք պատկանել էին տատիկիս ու պապիկիս։ Գարլենը Հակոբ Մեսրոպյանի, քաղաքի ամենահաջողակ հայկական հացաբուլկեղենի խանութի սեփականատիրոջ ավագ որդին էր։ Մեսրոպյան հացաբուլկեղենը գտնվում էր Մեյն փողոցի Օկ Պողոտայի անկյունում, Կարմիր աղյուսը շենքում, որը միշտ թարմ հացի փախլավայի հոտ էր գալիս։ Այն ծաղկող բիզնես էր, որը ավանդական հայկական հացեր էր մատակարարում ոչ միայն մեր տեղական համայնքին, այլ Ալբանիի, նույնիսկ Նյու Յորքի հայկական ռեստորաններին։ Խնդիրը Գարլենն էր։ Նա 45 տարեկան էր, երկրորդ անգամ ամուսնալուծված, նախորդ ամուսնություններից 3 երեխա ուներ, 15 տարեկանից ի վեր ամեն անգամ ինձ նայելիս տարօրինակ զգացողություն էր առաջացնում։ Խնդիրը միայն տարիքային տարբերությունը չէր։ Դա նրա աչքերում էր, այն ձև, որով նա նայում էր ինձ, երբ կարծում էր, թե ոչ ոք չի նայում, կարծես ես գույք լինեի, որը նա գնահատում էր գնելու համար։ Ես չեմ ամուսնանալու նրա հետ, պարզապես պատասխանեցի ես, ձայնս հանգիստ պահելով, չնայած սիրտս արագ էր բաբախում։ Այո, կլինի, ասաց մայրս, աթոռին առաջ թեքվելով։ Արդեն որոշված է։ Մենք Հակոբի հետ խոսեցինք անցյալ շաբաթ։ Արարողությունը 2 ամսից է, հունիսին։ Մենք շատ բան ունենք պլանավորելու։ Դա ինձ համար որոշված չէ։ Աիդա, հառաչեց հայրս, հանելով ակնոցները դանդաղ մաքրելով դրանք, ինչպես միշտ անում էր, փորձելով զսպել իր համբերությունը։ Դու չես հասկանում։ Սա լավ ընտանիք է։ Գարլենն ունի ծաղկող բիզնես։ Դու կունենաս անվտանգություն, հարգանք համայնքում։ Քո երեխաները կունենան ապահով ապագա։ Ես չեմ ուզում ամուսնանալ նրա հետ։ Ոչ հիմա, ոչ երբեք։ Վեճը արագ սրվեց։ Ճիչեր, սպառնալիքներ, վերջնագրեր թռչում էին սենյակով, ինչպես ապակու բեկորներ։ Մայրս լաց էր լինում, հայրս բռունցքը խփում էր սուրճի սեղանին, ես կյանքումս առաջին անգամ գոռացի։ Մեյփլ փողոցի հարանները, հավանաբար, լսում էին յուրաքանչյուր բառը։ Եթե դու սա չանես, վերջապես ասաց հայրս ցածր ու վտանգավոր ձայնով, եթե դու անպատվես այս ընտանիքը ամոթանք բերես Խաչատրյանների ազգանվանը, դու այլս իմ դուստրը չես լինի։ Հայրիկ, դու լուրջ չես խոսում։ Ես լիովին լուրջ եմ ասում։ Այս ընտանիքը հեղինակություն ունի համայնքում։ Ձեր նախապապերը այդ հեղինակությունը կառուցել են արյունով, քրտինքով, արցունքներով։ Ես թույլ չեմ տա, որ դուք ոչնչացնեք այդ ամենը դեռահասության քմահաճույքի պատճառով։ Այդ գիշեր ես բարձրացա իմ սենյակ, մտածելով, որ նրանք պարզապես փորձում են վախեցնել ինձ։ Որ գիշերային քնից հետո նրանք կվերադառնան իրենց բնականոն կյանքին։ Որ մենք կգտնենք միջին տարբերակ։ Ես լիովին սխալվում էի։
Ծննդյալս օրը մարտի 15-ին առավոտյան արթնացա տեսա, որ մայրս կանգնած է մահճակալիս կողքին, ձեռքին մի հին շագանակագույն կաշվե ճամպրուկ, որը ճանաչեցի ձեղնահարկից։ Դա նույն ճամպրուկն էր, որը 1 դար առաջ իմ նախապապը բերել էր Հայաստանից։ 2 ժամ, ասաց նա, ձայնը զուրկ զգացմունքներից։ Վերցրեք միայն այն, ինչը կտեղավորվի այստեղ։ Ես նստեցի անկողնում, դեռ կիսաքուն։ Մայրիկ, դու չես կարող լուրջ լինել։ Ես պետք է դրա մասին մտածեի, նախքան այս ընտանիքին անպատվելը որոշելը։ Ես ոչ մեկին չեմ անպատվել։ Ես պարզապես ասացի, որ չեմ ուզում ամուսնանալ մի տղամարդու հետ, ով կարող է լինել իմ հայրը։ Գարլենը լավ մարդ է։ Դու դեռ շատ փոքր ես հասկանալու համար։ Ես դեռ շատ փոքր եմ ամուսնանալու համար։ Բայց մայրս արդեն դուրս էր եկել սենյակից, վերջին կտտոցով փակելով դուռը իր ետից։ Հաջորդ 2 ժամերը կյանքիս ամենասյուրռեալիստականն էին։ Բացում էի դարակները որոշում, թե 18 տարվա գոյությանս որ մասերը կտեղավորվեն հին ճամպրուկի մեջ։ Պարս հագուստ։ Մի քանի լուսանկար։ Տատիկիս տված վզնոցը։ Սիրելի պատմության գրքերս։ Դրամապանակս քոլեջի համար խնայած $847, որն այժմ իմ միակ պաշտպանությունն էր լիակատար աղքատությունից։ Հայրս չեկավ հրաժեշտ տալու։ Ես լսեցի, թե ինչպես է ավտոտնակի դուռը շրխկոցով փակվում առավոտյան ժամը 7-ին, ինչպես միշտ լսեցի նրա մեքենայի ձայնը, որը դուրս էր գալիս ավտոտնակից աշխատանքի գնալու համար։ 2 ժամ անց ես արդեն Մեյպլ փողոցի կապույտ տան դիմացի մայթեզրին էի, ձեռքումս հին ճամպրուկով, դրամապանակով նախորդ ամռանը իմ սեփական փողերով գնված 1998 թվականի Հանդե Սևեկի բանալիներով։ Մայրս կանգնած էր դրան մոտ, նայում էր, բայց ոչ մի բառ չասաց։ Ոչ ցտեսություն, ոչ հաջողություն, ոչ էլ ներողություն։ Նա պարզապես նայում էր, թե ինչպես եմ ճամպրուկն դնում բեռնաղցիկում, նստում մեքենան հեռանում միակ տնից, որը երբեք ճանաչել էի։ Հետի հայելու մեջ տեսա, թե ինչպես նա փակեց դուռը, նախքան ես փողոցի ծայրին հասնեի։ Առաջին մի քանի շաբաթները կյանքիս ամենադժվարն էին։ Ես արագ հասկացա, որ 18 տարեկանում անկախ լինելը $900-ից պակաս գումարով մի փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորը գիտեն քո պատմությունը, ռոմանտիկ արկած չէ, այլ ամենօրյա պայքար գոյատման համար։ Սկզբում փորձեցի սենյակ վարձել, բայց Միլբրուք Վելիում իմ սահմանափակ բյուջեի համար շատ տարբերակներ չկային։ Հասանելի մի քանի սենյակները արժեին ամսական $400-500, ինչը կսպառեր իմ խնայողությունները 2 ամսից էլ պակաս ժամանակում։ Եվ դա, առանց սննդի, բենզինի կամ որևէ այլ արտակարգ իրավիճակի։ Ես քնեցի մեքենայիս մեջ, քաղաքի ծայրամասում գտնվող Walmart-ի կայանատեղիում։ Այն իդեալական չէր, բայց գիշերային մենեջերը, Փիթ անունով մի բարի մարդ, որը տարիներ առաջ գաղթել էր Մեքսիկայից, աչք փակեց դրա վրա։ Հեյ, մենք բոլորս էլ երբեմն օգնության կարիք ունենք, ասաց նա ինձ մի գիշեր, երբ տեսավ, որ ես առավոտյան ժամը 6-ին խանութի լոգարանում ատամներս մաքրում եմ։ Ես սովորաբար լոգանք էի ընդունում բենզալցակայանի լոգարաններում, լվացարաններն օգտագործելով լվացվելու հագուստ փոխելու համար։ Ես հիմնականում հաց գետնանուշի յուղ էի ուտում, երբեմն ինձ թույլ տալով շքեղություններ, ինչպիսիք են բանանը կամ պանիրը, երբ դրանք զեղչված էին գտնում։ Ես սովորեցի օգտագործել յուրաքանչյուր $, գտնել զեղչի կտրոններ, օրական միայն 1 իրական կերակուր ուտել։ Ամենավատը ֆիզիկական անհարմարությունը չէր։ Միայնությունն էր։ Փոքրիկ քաղաքում, որտեղ մեծացել էի, որտեղ ճանաչում էի փողոցներում ապրող մարդկանց կեսին, այժմ ինձ լիովին անտեսանելի էի զգում։ Հին դպրոցական ընկերները ձացնում էին, թե չեն տեսնում ինձ, երբ անցնում էին Արթրի կենտրոնի կողքով։ Մանկուց ճանաչած մեծահասակները հայացքը շրջում էին։ Հայ համայնքը հստակ որոշել էր, որ ես անպատվել եմ, իմ ընտանիքը չեմ արժանի ճանաչման։ Ես կես դրույքով աշխատանք գտա գլխավոր ճանապարհի վրա գտնվող Դեննի սրճարանում, գիշերային հերթափոխով աշխատելով 5 շաբթի, ուրբաթ շաբաթ օրերին։ Նվազագույն աշխատավարձը հազիվ էր բավարարում բենզինի հիմնական սննդի համար, բայց գոնե դա ինձ նպատակ պատճառ էր տալիս ամեն գիշեր մի քանի ժամով դուրս գալու մեքենայից։ Հենց այդ ցուրտ մայիսյան առավոտներից մեկում, երբ նստած էի մեքենայումս Մակդոնալդսի կայանատեղիում, կարդում էի տեղական թերթը, փնտրում էի աշխատանք կամ վարձակալության էժան սենյակներ, տեսա այն գովազդը, որը պետք է ամեն ինչ փոխեր։ Այն գտնվում էր 12 էջի հայտարարությունների բաժնում, ավտոտնակի վաճառքի հայտարարությունների դայակի հարցումների միջ գտնվող փոքրիկ քառակուսիում։
Պատմական անշարժ գույք արագ վաճառքի համար։ Փայտե խրճիթ, մոտ 1890 2 ակր հողամաս։ Ինչպես կա, որտեղ է։ Ստուգում չկա, երաշխիքներ չկան։ 10. Միայն կանխիկ։ Հետաքրքրված անձին կարող են կապ հաստատել Pemberton Associates իրավաբանական գրասենյակ 518 555 7892։ Ես 3 անգամ կարդացի հայտարարությունը։ $10 ամբողջ տան համար։ Նույնիսկ եթե այն լիակատար ավերակ լիներ, նույնիսկ եթե այն բնակելի չլիներ, այն իմը կլիներ։ Դա կլիներ մի վայր, որտեղ ես կարող էի օրինականորեն մնալ, որտեղ ես չէի անհանգստանա անվտանգության աշխատակիցների կամ ոստիկանության կողմից վտարվելու մասին։ Ես անմիջապես զանգահարեցի բջջային հեռախոսիցս։ Pemberton գործընկերներ, բարի լույս, պատասխանեց պրոֆեսիոնալ կանացի ձայն։ Բար, թերթում տեսա $10 արժողությամբ փայտե խրճիթի գովազդը։ Այն դեռ հասանելի է։ Լռություն տիրեց։ Այո, այդպես է, բայց տիկին։ Ես պետք է շատ հստակ լինեմ այս գույքի վիճակի վերաբերյալ։ Այն շատ խարխուլ վիճակում է։ Չկա աշխատող էլեկտրականություն, պատշաճ ջրամատակարարում կամ ջեռուցման համակարգ։ Տանիքը զգալի արտահոսքեր ունի, մի քանի պատուհաններ կոտրված են, իսկ նկուղը պարբերաբար ջրհեղեղվում է։ Մենք, ըստ էության, վաճառում ենք այն հողի արժեքով։ Հասկանում եմ։ Կարող եմ այսօր նրան տեսնել։ Լավ, այո, կարծում եմ կարող եք։ Կարող եք 1 ժամից այստեղ լինել։ Ինձ պետք կլինի մեկը, որը կուղեկցի ձեզ մինչ տարածք։ Ես այնտեղ կլինեմ։ Pemberton and Associates գրասենյակը գտնվում էր Millbrook Valley-ի պատմական թաղամասի նրբագեղ վիկտորիանական շենքում, որը քաղաքի լավագույն պահպանված հին տներից մեկն էր։ Ինձ դիմավորող քարտուղարը միջին տարիքի կին էր, մոխրագույն մազերով, որոնք հավաքված էին կոկիկ կապոցի մեջ ոսկե շղթայից կախված ակնոցներով։ Դուք հավանաբար այն երիտասարդ կինն եք, որը զանգահարեց Ուիտմորների կալվածքի մասին, ասաց նա, նայելով ինձ հազիվ թաքցված հետաքրքրասիրությամբ։ Պարոն Pemberton-ը հիմա կարող է տեսնել ձեզ։ Թեոդոր Pemberton կրտսերը 60 անց բարձրահասակ տղամարդ էր, անթերի սանրված արծաթափայլ մազերով կոստյումով, որը հավանաբար իմ մեքենայից ավելի թանկ էր։ Նրա գրասենյակը պատված էր կարմիր փայտից պատրաստված իրավաբանական գրապահարաններով, հեղինակավոր համալսարանների շրջանակված դիպլոմներով։ Տիկին, հարցրեց նա, ցույց տալով իր սեղանի արշ դրված կաշվե աթոռը։ Խաչատուրյան, Աիդա Խաչատուրյան։ Նրա դեմքը մի փոքր փոխվեց, երբ լսեց իմ ազգանունը։ Խաչատուրյան։ Դուք Հովանեսի դուստրն եք։ Փորձիր։ Նա դանդաղ գլխով արեց։ Հասկանում եմ։ Այս անշարժ գույքի մասին։ Նա բացեց հաստ թղթապանակը։ Ինչպես հեռախոսով բացատրեցի, այն շատ վատ վիճակում է։ Ուիտմորների ընտանիքը տասնամյակներ շարունակ չի կարողացել պահպանել անշարժ գույքը։ Անկեղծ ասած, դա ավելի շատ պարտավորություն է, քան ակտիվ։ Ինչու վաճառել ընդամենը $10-ով։ Վիտմորի վերջին ժառանգորդը, Հարոլդ Ուիտմորիեը, մահացավ անցյալ ամիս, առանց կտակ թողնելու առանց հայտնի ընտանիքի։ Գույքը վերադարձվել է շրջանին։ Շրջանը ցանկանում է արագ ազատվել դրանից, քանի որ պահպանման ծախսերը հարկերը գերազանցում են ցանկացած պոտենցիալ արժեք։ $10 ծածկում է փոխանցման վարչական ծախսերը։ Նա նայեց ինձ ակնոցների վրայով։ Տիկին Խաչատուրյան, կարող եմ հարցնել, թե ինչու է ձեր տարիքի երիտասարդ կինը հետաքրքրված անշարժ գույքով այս պայմաններում։ Ես որոշեցի անկեղծ լինել։ Ինձ ապրելու տեղ է պետք։ Իմ ընտանիքը մենք տարբեր կարծիքներ ունեինք։ $10-ն է ամբողջը, որ կարող եմ վճարել։ Նրա դեմքի արտահայտությունը մի փոքր մեղմացավ։ Հասկանում եմ։ Այդ դեպքում եկեք նայենք գույքին։ Բայց ես ուզում եմ, որ դուք ճիշտ հասկանաք, թե ինչի մեջ եք մտնում, նախքան որևէ որոշում կայացնելը։ 1 ժամ անց ես հետում էի պարոն Pemberton-ից Mercedes-Benz-ին ոլորապտույտ կեղտոտ ճանապարհով, որը բարձրանում էր Millbrook հովտի արևելքում գտնվող խիտ անտառապատ բլուրներով։ Ճանապարհն այնքան նեղ ու անհարթ էր, որ չէի կարողանում տեսնել, թե ինչպես են երկու մեքենա անցնում միմյանց կողքով։ Իմ հանդեն սկսեց անհանգստացնող ձայներ հանել, քանի որ թեքությունը դառնում էր ավելի զառիթափ։
20 րոպե գալարվելով արի լույսի մեծ մասը փակող հին կաղնիների սոճիների միջ ընկած նեղ ոլորաններով, մենք հասանք մի բացատ։ Առաջին միտքս այն էր, որ ինչ-որ մեկը փորձում է խաբել ինձ։ Իմ արջի շենքը չէր կարող $10 արժենալ։ Դա երկհարկանի փայտե խրճիթ էր, տեսանելի ձեղնահարկով, բայց փայտը այնքան մուգ էր մաշված, որ գրեթե սեր թվում։ Կղմինդրե տանիքը հստակորեն մի քանի մեծ անցքեր ուներ։ Դրանցից մի քանիսի միջով կարելի էր տեսնել երկինքը։ Մի քանի պատուհաններ ամբողջությամբ կոտրված էին, ապակու բեկորները ցրված էին խոտածածկույթի վրա։ Արջի պատշգամբը մասամբ փլուզվել էր, թողնելով փայտե գերաններ, որոնք կախված էին վտանգավոր անկյան տակ։ Ինչպես ասաց պարոն Պեմբերտոնը իմ ետից, գրպանից թաշկինակ հանելով ճակատի քրտինքը սրբելու համար, սա այնքան էլ երազանքի կալվածք չէ։ Բայց շենքի շուրջը շրջելիս սկսեցի նկատել այնպիսի բաներ, որոնք պարոն Պեմբերտոնը, հավանաբար, չէր նկատում։ Հիմնական կառույցը, չնայած մակերեսային մաշվածությանը, թվում էր ամուր։ Տեսնող հեծանները, կարծես, լավ վիճակում էին։ Իսկ պատշգամբում պատուհանների շուրջը կային բարդ ճարտարապետական մանրամասներ, դեկորատիվ փորագրություններ, զարդանախշեր, որոնք ենթադրում էին, որ սա մի ժամանակ շատ գեղեցիկ տուն է եղել։ Ո՞վ էր վերջին տերը, հարցրի ես, դիպչելով պատշգամբի սյուներից մեկին։ Փայտը դրսից փափուկ էր, բայց ներքից ամուր։ Դա հետաքրքիր պատմություն է, ասաց նա, թերթելով գործը։ Տարածքը պատկանել է Ուիտմոր ընտանիքին 1890 թվականից, երբ այն կառուցվել է Հենրի Ուիտմոր ավագի կողմից։ Վերջին բնակիչները Հենրի Ուիտմոր կրտսերն ու նրա կինը, Մարգարետն էին, որը մահացել է 1952 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր այն գրեթե լքված է եղել։ Ընտանիքը երբեք չի կարողացել որոշել, թե ինչ անել դրա հետ, անկեղծ ասած, ցանկացած վերանորոգման արժեքը միշտ գերազանցել է գույքի ցանկացած պոտենցիալ արժեքը։ Նրանք տանը են մահացել։ Ոչ, քաղաքային հիվանդանոցում։ Բայց դրանից հետո տունը կնքվեց։ Հարոլդ Էյը, վերջին ժառանգորդը, իր ամբողջ կյանքն ապրել է Բոստոնում, երբեք որևէ շահագրգռվածություն չի ունեցել այդ կալվածքի նկատմամբ։ Նա միայն հարկեր է վճարել, որպեսզի այն մնա ընտանիքինը։ Ես քայլեցի դեպի խրճիթի հետի մասը։ Հողատարածքը գեղեցիկ էր, 2 ակր հասուն անտառ, ծառերի միջով հովտի մասնակի տեսարանով։ Կային նշաններ, որ այն մի ժամանակ ունեցել է գեղեցիկ այգիներ, լանդշաֆտային քարեր, դեռ սպտխատու թփեր, որոնք դեռ բերք էին տալիս, քարե հիմքեր, որոնք, կարծես, մեծ բանջարանոց էին։ Իսկ ինչ կասեք ձեր նշած լուրերի մասին, հարցրի ես։ Պարոն Պեմբերտոնը, կարծես, անհարմար էր զգում։ Օ, լքված տներում սովորական բաները։ Մարդիկ հայտնում են տարօրինակ լույսերի, աղմուկների մասին։ Հավանաբար, պարզապես երիտասարդներ են տարիներ շարունակ այդ վայրը երեկույթների համար օգտագործել, բայց որոշ տարեց քաղաքացիներ սնահավատորեն են վերաբերվում այդ վայրին։ Ինչ տեսակի համոզմունքներ։ Իսկապես անհեթեթություն է։ Ոմանք պնդում են, որ Ուիտմորների ընտանիքը տարիներ առաջ ներգրավված է եղել մութ գործարքների մեջ։ Պատմություններ գաղտնի հանդիպումների, մարդկանց անհետացման մասին։ Գիտեք, թե ինչպես են լուրեր տարածվում փոքր քաղաքներում։ Ես նրան ավելի ուշադիր նայեցի։ Մութ գործարքներ, օրինակ, ինչ։ Ինչպես ասացի, պարզապես լուրեր են։ Ոչինչ հաստատված չէ։ Նա փակեց թղթապանակը։ Այսպիսով, դեռ հետաքրքրված ես։ Ես նորից նայեցի խրճիթին։ Անկասկած, այն ավերակ էր։ Ամիսներ շարունակ աշխատանք կպահանջվեր միայն այն բնակելի դարձնելու համար։ Բայց այն իրական էր, այն ամուր էր, իմը կլիներ։ Ես կգնեմ այն։ Պարոն Պեմբերտոնն, կարծես, անկեղծորեն զարմացած էր։ Տիկին Խաչատուրյան, ես խստորեն խորհուրդ եմ տալիս վարձել մասնագիտական ստուգում, նախքան որևէ վերջնական որոշում կայացնելը։ Վերանորոգման ծախսերը կարող են հեշտությամբ հասնել $100,000 կամ ավելի։ Ինձ ստուգում պետք չէ։ Որտեղ պետք է ստորագրեմ։ Մենք վերադարձանք նրա գրասենյակ, որտեղ նա պատրաստեց փոխանցման փաստաթղթերը։ Դա սյուրռեալիստական էր, գնել մի ամբողջ տուն ռեստորանային ճաշի գնից էժան գնով։ Ես ստորագրեցի թուղթ առ թուղթ, հանձնեցի $10 թղթադրամ, հանկարծ պաշտոնապես դարձա 1890 ականների մի խրճիթի սեփականատեր, 2 ակր հողատարածքի վրա։ Վերջին բանը, ասաց պարոն Պեմբերտոնը, ինձ մեկնելով ժանգոտ մետաղական օղակի մեջ դրված հնաոճ բանալիների հավաքածու։
Ես նշեցի, որ տեղական լուրեր են շրջանառվում այդ տարածքի մասին։ Պետք է նա նշեմ, որ տարիների ընթացքում մի քանի անգամ փորձել են տուն ներխուժել։ Հավանաբար, երիտասարդ, արկածախնդիր մարդիկ։ Բայց խորհուրդ եմ տալիս տեղադրել նոր կողպեքներ, գուցե մտածել անվտանգության համակարգի մասին, երբ այնտեղ բնակվեք։ Ինչու պետք է որևէ մեկը ներխուժի լքված տուն։ Ով գիտի։ Գուցե հնաոճ իրեր փնտրելով։ Կամ պարզապես հետաքրքրասիրությունից։ Նա տատանվեց։ Կամ պատմություններ ուիտմորների մասին, որոնք մահից առաջ թանկարժեք իրեր էին թաքցնում։ Հավանաբար պարզապես քաղաքային լեգենդներ են, բայց գիտեք, թե ինչպես են այդ պատմությունները գրավում մարդկանց։ Այդ գիշեր ես վերջին անգամ քնեցի մեքենայումս։ Այն կայանված էր իմ նոր տան մուտքի մոտ, ամիսներ անց առաջին անգամ ես հույսով լցվեցի։ Ես տուն ունեի։ Կործանված առանց էլեկտրաէներգիայի, ծակ տանիքով, բայց այն իմն էր։ Հաջորդ առավոտը նվիրված էր իրականում գնացս համակարգված գնահատմանը։ Քաղաքում գնաց հզոր LED լապտերի զեղչված գործիքների հավաքածուի օգնությամբ սկսեցի ուսումնասիրել խրճիթի ամեն մի սանտիմետրը։ Առաջին հարկում կար 4 հիմնական սենյակ, հյուրասենյակ, տպավորիչ քարե բուխարիով, որը կարծես լավ վիճակում էր, խոհանոց, հին փայտե վառարանով, որը հավանաբար դեռ կաշխատեր որոշ վերանորոգումներից հետո, փոքրիկ գրասենյակ կամ գրադարան, ներկառուցված գրապահարաններով, այն, ինչ կարծես հյուրերի ննջասենյակ էր։ Ամեն ինչ ծածկված էր տասնամյակների փոշով, կենդանիների մնացորդներով կոտրված պատուհաններից ներս մտած տերներով, բայց տան կմախքային կառուցվածքն ավելի լավն էր, քան ես հույս ունեի։ Երկրորդ հարկում կային տարբեր չափերի 3 ննջասենյակներ լոգարան, որը մի ժամանակ շքեղ պետք է որ լիներ։ Գլխավոր ննջասենյակից ծառերի միջով գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի հովտը, նույնիսկ մշուշոտ ճաքած պատուհաններով։ Ամեն ինչ հետաքրքիր դարձավ, երբ որոշեցի ուսումնասիրել ձեղնահարկը։ Ձեղնահարկի մուտքը գտնվում էր երկրորդ հարկի միջանցքի վերջում, թաքնված նեղ դռան ետում, որը սկզբում ես կարծեցի, թե ավելների պահարան է։ Երբ բացեցի այն, տեսա մի զառիթափ փայտե աստիճան, որը անհետանում էր վերի խավարի մեջ։ Աստիճանները սարսափելի ճռռում էին իմ ծանրության տակ, բայց թվում էին ամուր։ Ես դանդաղ բարձրանում էի, լուսավորելով արահետը լապտերովս։ Ձեղնահարկը շատ ավելի մեծ էր, քան ես պատկերացնում էի, երկար, բաց տարածք, որը ձգվում էր տան ամբողջ լայնությամբ, իսկ առաստաղը թեք էր հետում էր տանիքի գծին։ Հաստ փայտե գերաններ էին ձգվում ամբողջ տարածքի երկայնքով, յուրաքանչյուր ծայրում կային մի քանի փոքր պատուհաններ, որոնք թույլ էին տալիս ներս մտնել փոշոտ լույսի շերտեր։ Բայց իմ ուշադրությունը անմիջապես գրավեցին արկղերը։ Տասնյակ արկղեր, որոնք մանրակրկիտ դասավորված էին պատերի մոտ, զգույշ շարքերով։ Ոմանք հին փայտե արկղեր էին մետաղական ծխնիներով, մյուսները ռազմական ոճի մետաղական սնդուկներ, ոմանք էլ պարզապես ավելի ժամանակակից ստվարաթղթե արկղեր։ Դրանք բոլորը կարծես դիտավորյալ են դրվել այնտեղ տասնամյակներ շարունակ անձեռնունխելի են մնացել։ Կար ավելին։ Ձեղնահարկի կենտրոնում, ծածկված բրեզենտով, կար ինչ-որ մեծ ուղղանկյուն բան։ Երբ բարձրացրի բրեզենտը, գտա հարթ մակերեսով երկար փայտե սեղան, որը շրջապատված էր 4 աթոռներով։ Սեղանի վրա կային փաստաթղթերի կոկիկ կույտեր, մի քանի քարտեզներ, կարծես բարդ արխիվացման համակարգ։ Այնպիսի տպավորություն էր, կարծես ինչ-որ մեկը ձեղնահարկն օգտագործել էր որպես գրասենյակ կամ հրամանատարական կենտրոն։ Ես սկսեցի առաջին փայտե արկղից, որը պատահականորեն ընտրեցի մոտակա շարքից։ Կողպեքը ժանգոտ էր, բայց բացվեց մի փոքր ուժով։ Ներսում, զգուշորեն փաթաթված դեռս լավ վիճակում գտնվող յուղաներկով, կային փաստաթղթեր։ Շատ փաստաթղթեր։ Ես վերցրի առաջին փաթեթը տարա պատուհանի մոտ, որտեղ լույսն ավելի լավ էր։ Սրանք Միլբրուք հովտի անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրեր էին, որոնք բոլորը թվագրվում են 1920-1950 թվականներին։ Ես սկսեցի պատահականորեն կարդալ դրանք, արագ հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Առաջին փաստաթուղթը 1923 թվականի մարտի 15-ի հարկային պարտքի կարգավորման համաձայնագիրն էր։ Ռոզետտի անունով մի իտալական ընտանիք, ըստ երույթին, Մեյն փողոցում գտնվող իրենց հացապուրկեղենի խանութից կուտակել էր $347 չվճարված հարկեր չէր կարողանում վճարել։ Քաղաքը բռնագրավել էր գույքը հանրային աճուրդով վաճառել $850 Millbrook Development Corporation անունով ընկերությանը։
Երկրորդ փաստաթուղթը ցույց էր տալիս, որ 3 օր անց Millbrook Development Corporation-ը նույն գույքը վաճառել էր Թեոդոր Պեմբերտոն ավագին $2100, աճուրդային գնից կրկնակի ավելի։ Երրորդ փաստաթուղթը Թեոդոր Պեմբերտոն ավագի ձեռագիր նամակն էր Հենրի Ուիթմոր կրտսերին, որը թվագրվում էր 1 շաբաթ անց, որում շնորհակալություն էր հայտնվում նրան Ռոզետիի սեփականությունը ձեռք բերելու գործում ցուցաբերած օգնությանը։ Համար կցվում էր $500 չեկ, որպես իր սովորական բաժին։ Ես նստած էի փոշոտ ձեղնահարկի հատակին, փաստաթղթերը ցրված շուրջս։ Այն, ինչ ես տեսնում էի, անշարժ գույքի խարտախության ապացույցներ էին։ Ռոզետի ընտանիքը կորցրել էր իրենց հացաբուլկեղենի խանութը, հարկային պարտքերի պատճառով, որոնք հնարավոր է կեղծ էին, քաղաքը բռնագրավել էր գույքը վաճառել այն կեղծ ընկերությանը, այդ ընկերությունն անմիջապես վերավաճառել էր այն Թեոդոր Պեմբերտոն ավագին, այն փաստաբանի պապին, ով ինձ վաճառել էր այս խրճիթը, իսկ Հենրի Ուիթմոր կրտսերը ստացել էր միջնորդավճար այդ սխեմայի համար։ Բայց դա ընդամենը առաջին փաստաթուղթն էր։ Ես վերադարձա արքվի մոտ վերցրի և սթղթեր։ Պատկերը անընդհատ կրկնվում էր։ Մի ներգաղթյալ ընտանիք հանկարծակի հարկեր էր պարտք, որոնք չէր կարողանում վճարել, քաղաքը բռնագրավեց գույքը, հանրային աճուրդով վաճառվեց կեղծ ընկերությանը, ընկերությունը անմիջապես վերավաճառվեց 4 ընտանիքներից մեկին՝ Պեմբերտոն, Ուիթմոր, Մորիսոն կամ Քլարկ։ Սրանք ընտանիքներ էին, որոնց ես ճանաչում էի։ Պեմբերտոնները դեռս ղեկավարում էին քաղաքի գլխավոր իրավաբանական ընկերությունը։ Մորիսոնները սերունդներ շարունակ վերահսկել էին քաղաքապետարանը։ Ներկայիս քաղաքապետը Ռիչարդ Մորիսոնն էր։ Քլարկները ավանդաբար վերահսկում էին ոստիկանական բաժանմունքը։ Ներկայիս ոստիկանապետը Դեյվիդ Քլարկն էր։ Եվ, ըստ երույթին, Ուիթմորները եղել են գործողության հաշվապահները։ Ես բացեցի երկրորդ տուփը։ Այն լի էր այս ընտանիքների քաղաքային պաշտոնյաների, քաղաքապետերի, հարկահավաքների, խաղաղության դատավորների, նույնիսկ որոշ շրջանային շերիֆների միջ նամակագրությամբ։ Նամակներում չափազանց մանրամասն նկարագրված էր, թե ինչպես են նրանք մանիպուլյացիաներ անում հարկային համակարգի հետ։ Հարկ հավաքագրող Ռիչարդ Մորիսոն ավագի 1925 թվականի նամակում Հենրի Ուիթմոր կրտսերին ասվում էր. Ինչպես քննարկվել է, ես Կովալսկիի գույքի գնահատումը բարձրացրել եմ մինչ $4200, մեր հայտնաբերած չվճարված հարկերի պատճառով նրանք այժմ պարտք են $891, մենք գիտենք, որ նրանք չեն կարող վճարել։ Շարունակեք ըստ նախատեսվածի։ 1928 թվականի մեկ այլ նամակ, ուղղված խաղաղության դատավոր Հարոլդ Քլարկին Թեոդոր Պեմբերտոն ավագին։ Պետրոսկիների կալվածքի աճուրդը նախատեսված է 5շաբթի օրը։ Ես հայտարարությունը հրապարակել եմ միայն Ալբանի Հերալդում, ինչպես առաջարկվել էր։ Տեղացի գնորդներ չպետք է հայտնվեն։ Երրորդ նամակը 1933 թվականից Հենրի Ուիթմոր կրտսերից ուղղված մյուսներին։ Ես մտահոգված եմ, որ մենք չափազանց ագրեսիվ ենք։ Թավակյանների ընտանիքը հարցականի տակ է դնում, թե ինչպես է ձեր հացաբուլկեղենի խանութը կուտակել $1200 չվճարված հարկեր, երբ նրանք պահպանում են բոլոր վճարումների մանրամասն գրառումները։ Առաջարկում եմ սպասել մի քանի ամիս մինչ հաջորդ նպատակակետը։ Ես կարդում էի հարկային մանիպուլյացիաների խարտախ աճուրդների միջոցով ներգաղթյալ ընտանիքներից գույքը գողանալու համակարգված դավադրության ապացույցներ։ Ես դողացող ձեռքերով բացեցի երրորդ արկղը։ Ավելի վատ էր։ Այն պարունակում էր սպառնալիքների բռնության մանրամասն գրառումներ։ Ձեռագիր զեկույցներ այն ընտանիքներից, որոնց սպառնացել էին, երբ նրանք փորձել էին կասկածի տակ դնել իրենց հարկային գնահատականները։ Վանդալիզմի ենթարկված գույքի լուսանկարներ, կոտրված պատուհաններ, սպառնալից գրաֆիտի, ավերված դարպասներ։ Կային նույնիսկ հստակ վիրավորված մարդկանց լուսանկարներ, հակառակ կողմում ձեռագիր նկարագրություններով։ Լուսանկարում պատկերված էր միջին տարիքի տղամարդ, այտուցված դեմքով կապտած աչքով։ Հակառակ կողմում գրված էր. Ջուզեպպե Անտոնելի, հարկային վեճի վերաբերյալ երկրորդ նախազգուշացումից հետո։ Երրորդ նախազգուշացման կարիք չի լինի։ Մեկ այլ լուսանկարում պատկերված էր մի տուն, որի բոլոր պատուհանները կոտրված էին, իսկ արջի պատին գրված էր. վերադառնաք այնտեղ, ուր եկել եք։ Հետի մասում Կովալսկիների սեփականությունը կամավոր վաճառքից հրաժարվելուց 48 ժամ անց։ Կային տասնյակներով նմանատիպ լուսանկարներ, որոնք բոլորն էլ փաստագրում էին ծրագրին դիմադրող ընտանիքների դեմ համակարգված ահաբեկչության արշավը։ Բայց չորրորդ տուփն էր, որ ինձ իսկապես հիվանդացրեց։
Այն պարունակում էր ցուցակներ։ 1920-1950 թվականների միջ Միլբրուք հովտի բոլոր ներգաղթյալ ընտանիքների մանրակրկիտ կազմված ցուցակներ, դասակարգված ըստ ազգության՝ հայեր, իտալացիներ, լեհեր, իռլանդացիներ, գերմանացիներ, հրեաներ։ Յուրաքանչյուր ընտանիք ուներ անհատական ֆայլ, մանրամասն տեղեկատվությամբ։ Ընտանիքի բոլոր անդամների անունները, հասցեները, աշխատանքի վայրերը, մոտավոր եկամուտը, նրանց ունեցվածքի մանրամասն նկարագրությունը, նրանց տների բիզնեսների գնահատումը, ամենաաղետալիը նրանց խոցելիությունների վերլուծությունը, իրենց ունեցվածքը կորցնելու ստիպելու լավագույն ռազմավարությունը։ Իմ ընտանիքի արխիվն այնտեղ էր։ Խաչատուրյան, Արշակ Մարիամ։ Մեյփլ փողոց, 1453։ Ժամագործական արհեստանոց Մեյն փողոցում։ 4 հոգանոց ընտանիք, 2 երեխա։ Գույքի մոտավոր արժեքը $2800։ Բիզնեսի մոտավոր արժեքը $1200։ Խոցելիություն, սահմանափակ անգլերեն, քիչ իրավաբանական կապեր։ Ռազմավարություն, բիզնես հարկերի գնաճ, նախ բիզնեսի բռնագրավում, տնտեսական ճնշման կիրառում, բնակարանի վաճառքը պարտադրելու համար։ Լուսանցքներում ձեռագիր գրառումներ կային։ Աշխատասեր ընտանիք, հարգված հայ համայնքում, զգույշ եղեք, համայնքային անկարգություններից խուսափելու համար, նշանակეთ 1943-1944 թվականների համար։ Իմ նախապապերը թիրախ էին դարձել։ Եթե պատերազմը չխափաներ ծրագրերը, հետագա շատ փաստաթղթերում նշվում է, թե ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմը բարդացրել էր գործողությունները դաշնային ուշադրության աճի պատճառով, իմ ընտանիքը կարող էր ամեն ինչ կորցնել։ Ես անընդհատ արկղեր էի բացում։ Կային ապացույցներ շրջանային նահանգային պաշտոնյաներին կաշառք տալու մասին։ Գրառումներ դժվար հարցեր տվող լրագրողների նկատմամբ սպառնալիքների մասին։ Փաստաթղթեր ամբողջ ընտանիքների մասին, որոնք ստիպված էին լքել քաղաքը, կորցնելով իրենց ունեցվածքն ու ապրուստի միջոցները։ Մի թղթապանակում թերթերի հատվածներ էին պարունակվում ընտանիքների մասին, որոնք տեղափոխվել էին ավելի լավ հնարավորություններ փնտրելու համար, սակայն ձեռագիր նշումները բացահայտում էին ճշմարտությունը։ Այս ընտանիքները ստիպված էին եղել հեռանալ ամեն ինչ կորցնելուց հետո։ 1952 թվականի առաջնահերթ նպատակների ցանկի վերջում գտա մի գրություն, որը մինչ ոսկորներիս սարսուռ անցրեց։ Միլբրուքի նախագիծն ավարտվեց բացառիկ հաջողությամբ։ 30 տարվա ընթացքում, ըստ նախատեսվածի, փոխանցվել է 847 սեփականություն։ Ձեռք բերված ընդհանուր շուկայական արժեքը $2-3 միլիոն։ Ձեռքբերման ընդհանուր արժեքը $47,000 աճուրդի վճարումների շահագործման ծախսերի տեսքով։ Շահույթի մարժան 4,789%։ Ընտանիքի դիմադրությունը վերածվել է կամավոր կամ հարկադիր վերաբնակեցման միջոցով։ Արտաքին հետաքննություն չի իրականացվել։ Գործողությունը կարող է ծառայել որպես մոդել հարակից շրջաններում ընդլայնման համար։ Այն ստորագրված էր 4 դավադիր ընտանիքների պատրիարքների կողմից, թվագրված էր 1952 թվականի դեկտեմբեր։ Ես նստած էի այդ փոշոտ ձեղնահարկի մեջտեղում, ձեռքումս փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ մեր քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքները 3 տասնամյակ շարունակ դավադրություն էին կազմակերպել, հարյուրավոր ներգաղթյալ ընտանիքներից համակարգված կերպով գույք գողանալու համար։ Եվ դատելով դեռս չբացված արկղերի քանակից, սա ապացույցների միայն մի մասն էր։ Ես շարունակեցի ուսումնասիրել։ Կային կեղծ պայմանագրերով լի արկղեր, տեղական պետական պաշտոնյաներին վճարված բոլոր կաշառքների մանրամասն գրառումներ, դավադիրների միջ գաղտնի հանդիպումների լուսանկարներ, Հենրի Ուիտմոր Կրտսերի կողմից ձայնագրված մեղադրական զրույցների ձայնագրություններ, որոնք, ըստ երևույթին, ձայնագրվել էին որպես ապահովագրություն իր գործընկերների դեմ։ Ամենաանհանգստացնող ձայնագրություններից մեկը Թեոդոր Պեմբերտո նավագի քաղաքապետ Մորիսոնի միջ 1948 թվականին տեղի ունեցած զրույցն էր, որի ընթացքում քննարկվում էր, թե ինչպես արագացնել մաքրման գործընթացը քաղաքի արևելյան հատվածում, որտեղ ապրում էին ներգաղթյալ ընտանիքների մեծ մասը։ Մենք չենք կարող հավերժ աննկատ լինել, ասաց Պեմբերտոնի ձայնը ճռռացող ձայնագրության մեջ։ Պատերազմն ավարտվեց, դաշնային ուշադրությունը նվազում է։ Ժամանակն է ավելի անմիջական լինել։ Ուղիղ, ինչպես ինչ, հարցրեց Մորիսոնը։ Կառուցվածքային խնդիրներ, շինարարական նորմեր, առողջապահական ստուգումներ։ Մենք կհայտնաբերենք խախտումներ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է։
Ինչ կլինի, եթե նրանք փաստաբաններ վարձեն։ Պեմբերտոնը ծիծաղեց։ Ինչ փաստաբաններ։ Մենք քաղաքում միակ փաստաբաններն ենք։ Իսկ Ալբանիում գտնվողները ավելի թանկ են, քան այս մարդիկ տարեկան վաստակում են։ Կային տասնյակ նմանատիպ ձայնագրություններ, որոնք բոլորն էլ փաստագրում էին, թե ինչպես են նրանք մանիպուլյացիայի ենթարկել տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ոլորտները, սեփականություն գողանալու համար։ Բայց ինձ անհանգստացնող հարցն այն էր, թե ինչու Հենրի Ուիտմոր Կրտսերը այդքան մանրակրկիտ փաստաթղթավորեց այս ամենը։ Եվ ինչու նա պահպանեց ապացույցները, դրանք ոչնչացնելու փոխարեն։ Պատասխանը վերջին բացածը ստուփի մեջ էր։ Այն ավելի փոքր էր, քան մյուսները, պատրաստված էր փայլեցված մուգ փայտից, պղնձե ծխնիներով։ Ներսում, փաստաթղթերի կույտերի վրա, կար մի կնքված նամակ, որի վրա դրսից, բարդ ձեռագրով, գրված էր իմ անունը։ Ոչ թե կոնկրետ իմ անունը, այլ նրա համար, ով կգտնի այս ֆայլը։ Ես դողացող ձեռքերով բացեցի նամակը։ Դա Հենրի Ուիտմոր Կրտսերի տարիքն էր, թվագրված 1952 թվականի նոյեմբերի 15-ով, նրա մահից մեկ շաբաթ առաջ։ Նրա համար, ով կգտնի այս ֆայլը։ Իմ անունը Հենրի Ուիտմոր Կրտսեր է, ես գրում եմ այս խոստովանությունը, որովհետև այլս չեմ կարող ապրել մեր արածների ծանրության հետ։ 30 տարի շարունակ ես մասնակցել եմ Միլբրուք հովտի աշխատավոր դասի ներգաղթյալ ընտանիքներից գույքը գողանալու դավադրությանը, Թեոդոր Պեմբերտոն ավագի, Ռիչարդ Մորիսոն ավագի, Հարոլդ Քլարկ ավագի հետ միասին ես օգտագործեցի համայնքում իմ դիրքը, հարկերը մանիպուլյացիայի ենթարկելու, պաշտոնյաներին կաշառելու դիմադրող ընտանիքներին վախեցնելու համար։ Ես փաստաթղթավորել եմ յուրաքանչյուր հանցագործություն, յուրաքանչյուր անօրինական գործարք, յուրաքանչյուր բռնության դրսևորում, սկզբում որպես պաշտպանություն իմ համախոհներից։ Սակայն ժամանակի ընթացքում ես սկսեցի հասկանալ մեր արածի բարոյական նշանակությունը։ Դա պարզապես բիզնես չէր։ Մենք կործանում էինք ընտանիքներ, գողանում սերունդների երազանքները, ստիպում էինք իրենց հայրենիքում ճնշումներից փախած մարդկանց բախվել այստեղ ճնշմանը։ Մարգարեթը մահացել է։ Նա մահացավ անցյալ շաբաթ, նրա վերջին խոսքերն էին հարցնել, թե արդյոք Աստված կարող է ներել մեզ այն բանի համար, ինչ մենք արել ենք լավ ընտանիքներին, որոնք միայն ավելի լավ կյանք էին ուզում։ Ես այլս չեմ կարող ապրել, գիտակցելով, որ երեխաները մեծացել են առանց տան, որովհետև ես ուզում էի նոր մեքենա գնել։ Որ ամբողջ ընտանիքներ բաժանվել են, որովհետև ես ուզում էի ավելի մեծ տուն ունենալ։ Որ ամերիկյան երազանքը մղձավանջ է դարձել հարյուրավոր ընտանիքների համար, որովհետև ես ագահ էի։ Այս ֆայլը պարունակում է մեր բոլոր հանցագործությունների ամբողջական ապացույցներ։ Բոլոր բնօրինակ փաստաթղթերը, բոլոր ձայնագրությունները, բոլոր լուսանկարները։ Սա բավական է ոչնչացնելու բոլոր ներգրավված ընտանիքներին, բոլորին բանտ ուղարկելու իրենց կյանքի մնացած մասը։ Ես ամեն ինչ թաքցնում եմ այս տան ձեղնահարկում, քանի որ գիտեմ, որ իմ համախոհները կփորձեն ոչնչացնել ապացույցները, երբ ես մահանամ։ Նրանք չգիտեն, որ ես ամեն ինչ փաստաթղթավորել եմ։ Նրանք կարծում են, որ ես պահում եմ միայն հիմնական ֆինանսական գրառումներ։ Մի օր ինչ-որ մեկը կգնի այս սեփականությունը։ Ինչ-որ մեկը կուսումնասիրի այս ձեղնահարկը։ Եվ երբ դա տեղի ունենա, հուսով եմ նրանք կունենան համարձակություն անելու այն, ինչ ես չարեցի, բացահայտելու ճշմարտությունը, արդարադատություն փնտրելու ամեն ինչ կորցրած ընտանիքների համար։ Եթե դուք կարդում եք սա, ապա դուք եք այդ մարդը։ Օգտագործեք այս ապացույցները։ Ձգտեք արդարադատության։ Մի թողեք, որ մեր հանցագործությունները հավերժ թաքնված մնան։ Հենրի Ուիտմոր Կրտսեր 1952 թվականի նոյեմբերի 15-ին։ Նրա ստորագրության տակ գրված էր հետյալ հետգրությունը։ ՀԳ եթե Պեմբերտոնի, Մորիսոնի, Քլարկի ընտանիքները կամ նրանց ժառանգները դեռ վերահսկում են այս քաղաքը, երբ դուք սա գտնեք, զգույշ եղեք։ Նրանք կսպանեն իրենց գաղտնիքները պահելու համար։ Ես մեկ ժամ նստած էի ձեղնահարկում, պարզապես նայելով նամակին փորձելով հասկանալ, թե ինչ էի հայտնաբերել։ Ձեռքերումս պահում էի Միլբրուք հովտի պատմության մեջ, թերս, ամենամեծ հանցավոր դավադրության ապացույցներ, որոնցում ներգրավված էին այն ընտանիքները, որոնք 70 տարի անց դեռս վերահսկում էին քաղաքը։ Նույն ընտանիքները, որոնք վերահսկում էին ոստիկանությունը, քաղաքապետարանը, տեղական դատական համակարգը, Թեոդոր Պեմբերտոն Կրտսերը, որը վաճառել էր ինձ այս խրճիթը, գլխավոր դավադիրներից մեկի թոռն էր, նրա իրավաբանական գրասենյակը, հավանաբար, կառուցվել էր իմ նման ընտանիքներից գողացված գումարներով։ Եվ հիմա ես գիտեի։ Բայց ինչ անել այս տեղեկատվության հետ։
Եթե փորձեի այն տեղում բացահայտել, կդատապարտեի հենց այն մարդկանց, ովքեր վերահսկում էին տեղական իրավական համակարգը։ Եթե գնայի ոստիկանություն, կասեի ոստիկանապետ Դեյվիդ Քլարկին, որ նրա պապը հանցագործ է եղել։ Եթե փորձեի ինչ-որ մեկին դատի տալ Թեոդոր Պեմբերտոն կրտսերը, հանցագործներից մեկի ժառանգը, հավանաբար կլիներ այն փաստաբանը, որը նշանակվել էր ինձ ներկայացնելու համար։ Ես անհնարին իրավիճակում էի։ Բայց հետո հիշեցի մի բան, որ գրադարանից տիկին Հարթվելն ասել էր ինձ տարիներ առաջ, երբ ես ուսումնասիրություն էի անում դպրոցական նախագծի համար, կառավարության կոռուպցիայի վերաբերյալ։ Երբ բախվում ես տեղական անարդարության, դիմիր արտաքին հեղինակությանը։ Հաջորդ առավոտյան, անքուն գիշեր անցկացնելուց հետանքների մասին մտածելուց հետո, ես զանգահարեցի Ալբանիի ՀԴՊ գրասենյակ։ ՀԴՊ Ալբանիի գրասենյակ, խոսում է գործակալ Սարա Չենը։ Գործակալ Չեն, իմ անունը Այդա Խաչատուրյան է, ես կարծում եմ, որ ես բացահայտել եմ Միլբրուք հովտում տասնամյակներ շարունակ տած հանցավոր դավադրության ապացույցներ։ Այն ներառում է կառավարության կոռուպցիա, գույքի գողություն, սպառնալիքներ դեռս իշխանության գլուխ գտնվող ընտանիքներ։ Երկար լռություն տիրեց։ Տիկին, սրանք շատ լուրջ մեղադրանքներ են։ Ինչ ապացույցներ ունեք։ Ես ունեմ պետական պաշտոնյաների կաշառակերությունը, գույքի գողության համար խարտախ պայմանագրերը, սպառնալիքների բռնության մանրամասն գրառումներ, մեղադրական զրույցների ձայնագրություններ 1920-1952 թվականների միջ գողացված առնվազն 847 գույքի ամբողջական փաստաթղթեր։ Եվս մեկ դադար, նույնիսկ ավելի երկար։ Տիկին, այդ պնդումը անսովոր է։ Որտեղից եք այդ ապացույցները ձեռք բերել։ Ես գնեցի լքված խրճիթ, որը պատկանում էր ներգրավված ընտանիքներից մեկին։ Ես ձեռնահարկում գտա ամբողջական ֆայլ։ Թվում է, թե դավադիրներից մեկը փաստաթղթավորել է բոլոր հանցագործությունները որպես ապահովագրություն իր գործընկերների դեմ։ Տիկին Խաչատուրյան, ճիշտ է։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ձեր պնդումները կհամարվեն նահանգի պատմության մեջ ամենամեծ քաղաքային կոռուպցիայի դավադրություններից մեկը։ Ես պետք է անձամբ տեսնեմ այս ապացույցները, նախքան շարունակելը։ Կարող եք մնալ ճիշտ այնտեղ, որտեղ գտնվում եք, ոչ մի այլ բանի չդիպչել։ Ես այնտեղ կլինեմ 2 ժամից իմ թիմի հետ։ 2 ժամ 15 րոպե անց ՀԴՊ-ի 4 մեքենաներ էին անցնում իմ կեղտոտ ճանապարհով։ Գործակալ Սարա Չենը լուրջ տեսքով ասիական ծագումով ամերիկացի կին էր, մոտ 35 տարեկան, որին ուղեկցում էին 3 գործակալներ սկանավորող սարքավորումներով տեխնիկ։ Տիկին Խաչատուրյան, ասաց նա խրճիթի պատշգամբում ինձ ողջունելուց հետո, պետք է զգուշացնեմ ձեզ, որ եթե ձեր կողմից ներկայացված մեղադրանքները ճշմարիտ են, դա կհանգեցնի մեր կողմից երբեք անցկացված կոռուպցիայի վերաբերյալ ամենամեծ հետաքննություններից մեկի։ Եվ եթե դրանք ճշմարիտ չեն, ձեզ կարող են մեղադրանք առաջադրել ՀԴՊ-ին կեղծ հաղորդում տալու համար։ Հասկանում եմ, գործակալ Չեն։ Ես ձեզ ապացույցները կցույց տամ։ Երբ մենք հասանք ձեղնահարկ, նա տեսավ կոկիկ դասավորված տասնյակ արկղերը, նրա աչքերը լայնացան։ Աստված իմ, մրմնջաց նա, քանի՞։ Տուփ կա։ Ընդհանուր առմամբ 47։ Մինչ հիմա ես բացել եմ միայն 12-ը։ Եվ դրանք բոլորը պարունակում են նույն դավադրությանը վերաբերող ապացույցներ։ Ինչքան ես տեսա, այո։ Բնօրինակ փաստաթղթեր, պայմանագրեր, նամակագրություն, լուսանկարներ, ձայնագրություններ։ Ամեն ինչ կոկիկ կերպով արխիվացված է տասնամյակներ շարունակ։ Գործակալ Չենը բացեց առաջին արկղը, որը ես նրան ցույց տվեցի, ուսումնասիրեց մի քանի փաստաթղթեր։ 5 րոպե անց նա ռադիոյով զանգահարեց իր թիմին։ Բազե, սա Չենն է։ Ինձ անհրաժեշտ կլինի ամբողջ Սպիտակ օձիքով հանցագործությունների խումբը, պատմական փաստաթղթերի փորձագետներ առնվազն 1 շաբաթ, դեպքի վայրը մշակելու համար։ Ինձ նա անհրաժեշտ կլինի վկաների պաշտպանություն։ Նա դիմեց ինձ։ Տիկին Խաչատուրյան, ՀԴՊ-ում աշխատելու 15 տարիների ընթացքում ես երբեք նման բան չեմ տեսել։ Այնպես է, կարծես ինչ-որ մեկը ստեղծել է իր սեփական գործունեության ամբողջական քրեական գործ։ Հենց դա էլ այդպես է, պատասխանեցի ես, ցույց տալով նրան Հենրի Ուիտմոր կրտսերի խոստովանության նամակը։ Նամակը կարդալուց հետո նա երկար ժամանակ լուռ մնաց։ Լավ, վերջապես ասաց նա։ Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Եթե այս ապացույցների միայն կեսն է հավաստի, դա քաղաքական երկրաշարժ կառաջացնի ձեր քաղաքում։
Հետաքննության մեջ ներգրավված անձինք կպարզեն, որ դուք սա մեզ եք բերել, այս նամակի հիման վրա ոմանք կարող են բուռն արձագանքել։ Կա՞ արդյոք անվտանգ վայր, որտեղ ես կարող եմ մնալ հետաքննության ընթացքում։ Ես շուրջս նայեցի իմ խարխուլ խրճիթին, իր ծակ տանիքով կոտրված պատուհաններով։ Սա իմ ունեցած ամենաապահով տեղն է։ Այսպիսով, մենք այստեղ անվտանգության աշխատակիցներ ենք տեղակայելու օրական 24 ժամ։ Իսկ տիկին Խաչատուրյան, մի լքեք տարածքը առանց ուղեկցորդի, մինչ խնդիրը չլուծվի։ Եթե այս մարդիկ անցյալում սպանություններ են կատարել իրենց գաղտնիքները պաշտպանելու համար, կարող են կրկին փորձել։ ՀԴԲ-ի թիմը 5 ամբողջ օր աշխատեց, լուսանկարելով, կատալոգավորելով, թվայնացնելով յուրաքանչյուր փաստաթուղթ։ Նրանք ավելի վնասակար ապացույցներ հայտնաբերեցին այն արկղերում, որոնք ես չէի բացել, այդ թվում սպանությունների գրառումներ, որոնք քողարկվել էին որպես դժբախտ պատահարներ կամ ինքնասպանություններ, երբ որոշ զոհեր չափազանց խնդրահարույց էին դառնում։ Սա, հավանաբար, երկարատ քաղաքային կոռուպցիայի ամենաամբողջական փաստաթուղթն է, որը մենք երբեք տեսել ենք, ասաց ինձ գործակալ Չենը 5-րդ օրվա վերջում, պարոն Հենրի Ուիտմոր կրտսերը մանրակրկիտ հաշվապահ էր, նա նույնիսկ փաստաթղթավորել է, թե յուրաքանչյուր դավադիր որքան է ծախսել իր անօրինական ճանապարհով ձեռք բերված եկամուտներից տների, մեքենաների ուղղությունների վրա։ Հետաքննության ընթացքում պարզվեց, որ Պեմբերտոն, Մորիսոն Քլարկ ընտանիքների ներկայիս հարստությունը կարող է ուղղակիորեն կապված լինել գործում փաստաթղթավորված հանցագործությունների հետ։ Թեոդոր Պեմբերտոն կրտսերը ապրել է 1953 թվականին կառուցված առանձնատանը, որը կառուցվել է ներգաղթյալ ընտանիքներից գողացված գումարներով։ Քաղաքապետ Ռիչարդ Մորիսոնը վարել է Մերսեդես Մակնիշի մեքենա, որը գնվել է իր հանցագործ պապի կողմից ստեղծված վստահության ֆոնդի միջոցներով։ Մենք կսկսենք ձերբակալությունները հաջորդ երկուշաբթի օրը, տեղեկացրեց ինձ գործակալ Չենը։ Բայց տիկին Խաչատուրյան, ես պետք է ձեզ պատրաստեմ հաջորդի համար։ Այս հետաքննությունը ամիսներ շարունակ կտիրի լուրերին։ Ձեր կյանքը կտրուկ կփոխվի։ Կիրակի, օգոստոսի 23-ի գիշերը, ես չէի կարողանում քնել։ Ես պառկած էի փչովի ներքնակի վրա, որը գնել էի խրճիթումս գտնվող իմ նոր սենյակի համար, լսելով հետգործակալների գիշերային շրջագայությունները տարածքում, գիտակցելով, որ հաջորդ առավոտյան Միլբրուք հովտում իմ իմացած կյանքը ընդմիշտ կավարտվի։ Ես մտածեցի այն 847 ընտանիքների մասին, որոնք կորցրել էին ամեն ինչ։ Այդ ընտանիքներից քանիսն էին իմ նման ներգաղթյալներ, որոնք եկել էին Ամերիկա, ավելի լավ կյանք փնտրելու, միայն թե համակարգված կերպով թալանվելով այն մարդկանց կողմից, ովքեր արդեն ավելին ունեին, քան իրենց անհրաժեշտ էր։ Ես մտածեցի իմ սեփական ընտանիքի մասին, այն մասին, թե ինչպես այս ապացույցների բացահայտումը կփոխեր նրանց իմ մասին պատկերացումները։ Արդյոք ես դեռ կլինեի այն ապստամբ դուստրը, որը անպատվել էր ընտանիքին, հրաժարվելով ամուսնանալ։ Կամ կլինեի այն դուստրը, որը բացահայտել էր մեր համայնքի դեմ ուղղված հանցագործությունները։ Երկուշաբթի, օգոստոսի 24-ին ձերբակալությունները սկսվեցին առավոտյան ժամը 6:00-ին։ Ես արթնացա քաղաքում արագընթաց սիրենների, ուղղաթիռների մեքենաների ձայնից։ Խրճիթի երկրորդ հարկի պատուհանից կարող էի տեսնել քաղաքի կողմից բարձրացող այրվող անվադողերի ծուխը, լսել հեռվում հավաքվող ամբոխի ձայները։ Իմ հեռախոսը սկսեց զանգահարել ժամը 6:15-ին, սկզբում զանգահարեց Albany Times Union-ի լրագրողը, հետո Channel 13 News-ը, հետո Associated Press-ը։ Մեկ ժամվա ընթացքում ես ստացա 47 ձայնային հաղորդագրություն ամբողջ նահանգի լրագրողներից, որոնք ցանկանում էին հարցազրույց վերցնել Միլբրուք Վելիի կոռուպցիոն ցանցը բացահայտած երիտասարդ կնոջից։ Գործակալ Չենը ժամանեց առավոտյան ժամը 8-ին նորություններով։ Թեոդոր Պեմբերտոն կրտսերը ձերբակալվել է իր տանը ժամը 6:00-ին, հաղորդել է նա։ Քաղաքապետ Ռիչարդ Մորիսոնը ձերբակալվել է իր գրասենյակում ժամը 6:10-ին։ Ոստիկանապետ Դեյվիդ Քլարկը ձերբակալվել է ոստիկանական բաժանմունքում ժամը 6:15-ին։ Մինչ օրս ձերբակալվել է 31 մարդ, այդ թվում գործող թոշակառու քաղաքային պաշտոնյաներ, 3 հաշտարար դատավորներ, 2 շրջանային հանձնակատարներ, դավադիր ընտանիքների անդամներ։ Ինչպես են նրանք արձագանքում։ Լրիվ խառնաշփոթ։ Նրանցից ոչ մեկը չէր սպասում, որ նման մասշտաբի ապացույցներ գոյություն կունենան։ Պեմբերտոն կրտսերը անընդհատ հարցնում էր, թե որտեղից ենք մենք իմանում 70 տարի առաջվա գործարքների մասին։ Հաջորդ օրերին ավելի շատ մանրամասներ ի հայտ եկան։
Հետաքննությունը բացահայտել էր, որ հանցավոր ընտանիքների ժառանգները շարունակել են կոռուպցիոն գործունեությունը, թե ավելի փոքր մասշտաբով, մինչ օրս։ Մունիցիպալ պայմանագրերը ուղղվել են ընտանեկան բիզնեսներին, արտոնյալ հարկային դրույքաչափեր են տրամադրվել դաշնակից սեփականություններին, նույնիսկ տեղական ընտրությունները կեղծվել են։ Սա երկրորդ-երրորդ սերնդի կոռուպցիա է, բացատրեց գործակալ Չենը։ Երեխաներն ու թոռները սովորել են այդ տեխնիկան իրենց նախնիներից հարմարեցրել դրանք ժամանակակից ժամանակներին։ Դեպքը արագորեն դարձավ ազգային լուր։ CNN, NBC, բոլոր խոշոր հեռուստաալիքները խմբեր ուղարկեցին Միլբրուք Հովիդ։ 18-ամյա անօթան աղջկա պատմությունը, որը $10 տնակ գնեց 70-ամյա դավադրության ապացույցներ բացահայտեց, գրավեց հանրության ուշադրությունը։ Բայց ես հրաժարվեցի բոլոր հարցազրույցներից։ Ես փառք չէի ուզում։ Ես արդարություն էի ուզում։ Դատավարությունները սկսվեցին 6 ամիս անց տեցին 2 լրիվ տարի։ Մեկը մյուսի հետից դավադիրները նրանց ժառանգները դատապարտվեցին։ Թեոդոր Պեմբերտոն կրտսերը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման, դավադրության շարունակման փողերի լվացման համար։ Նախկին քաղաքապետ Ռիչարդ Մորիսոնը 12 տարվա, իսկ նախկին ոստիկանապետ Դեյվիդ Քլարկը 10 տարվա ազատազրկման։ Բայց քրեական դատավճիռները միայն սկիզբն էին։ Գործը հանգեցրեց այն բանին, ինչը իրավաբանները անվանեցին Նյու Յորք նահանգի պատմության մեջ փոխհատուցման համար ամենամեծ խմբային հայցը։ Ցանկացած ընտանիք, որը կարող էր ապացուցել, որ 1920-1952 թվականների միջ ընկած ժամանակահատվածում կորցրել է սեփականություն Միլբրուք Հովտում, կամ նրանց ժառանգները իրավունք ունեին փոխհատուցման։ Հատուցման հիմնադրամը ֆինանսավորվում էր հանցագործ ընտանիքների ակտիվների լիակատար լիկվիդացիայի միջոցով։ Առանձնատներ, բիզնեսներ, ներդրումներ, նույնիսկ ընտանեկան ժառանգություն։ Ամեն ինչ վաճառվեց զոհերին փոխհատուցում տրամադրելու համար։ Ես հեռախոսազանգեր ստացա ամբողջ երկրից մարդկանցից։ Ընտանիքներ, որոնք տասնամյակներ առաջ կորցրել էին Միլբրուք Հովտում իրենց ունեցվածքը տեղափոխվել այլ նահանգներ, բայց այժմ ապացույցներ ունեին, որ իրենց համակարգված կերպով թալանել են։ Ամենահետաքրքիր կապերից մեկը 78-ամյա Ռոզա Թավակյանի, Լոս Անջելեսում ապրող մի կնոջ հետ էր։ Իմ ընտանիքը հայ էր, ինչպես ձերը, ասաց նա ինձ, ձայնը դողալով զգացմունքներից։ Իմ տատիկն ու պապիկը, Արշակ Նայիրի Թավակյանները, կորցրեցին իրենց հացաբուլկեղենի խանութը 1934 թվականին։ Մեզ ասացին, որ նրանք հսկայական գումարներ են պարտք հարկերի համար, բայց իմ տատիկն ու պապիկը բծախնդիր մարդիկ էին, որոնք ամեն ինչի մասին գրառումներ էին պահում։ Մենք երբեք չհասկացանք, թե ինչպես է այդ պարտքը առաջացել ոչ մի տեղից։ Նա տասնամյակներ շարունակ պահել էր ընտանեկան փաստաթղթեր, այդ թվում հարկերի վճարման անդորրագրեր, որոնք հակասում էին քաղաքի պաշտոնական գրառումներին։ Բիզնեսը կորցնելուց հետո իմ ընտանիքը երբեք ֆինանսապես չվերականգնվեց, շարունակեց նա, իմ պապիկը մահացավ վաղ տարիքից սրտի կաթվածից, որը ընտանիքը միշտ վերագրում էր իր կառուցած ամեն ինչ կորցնելու սթրեսին։ Իմ տատիկը իր կյանքի մնացած մասը մաքրուհի աշխատեց։ Ռոզան այն 847 ընտանիքների թվում էր, որոնք ի վերջո փոխհատուցում ստացան փոխհատուցման հիմնադրամից, նրա ընտանիքը ստացավ $1-2 միլիոն, իրենց հացաբուլկեղենի խանութի գնահատված արժեքը այսօրվա դոլարներով, գումարած 70 տարվա տոկոսագումարը պատժիչ փոխհատուցումը։ Դուք ինձ վերադարձրեցիք ընտանիքիս արժանապատվությունը, ասաց նա ինձ, երբ մենք անձամբ հանդիպեցինք փոխհատուցման արարողություններից մեկի ժամանակ։ 70 տարի մենք կրել ենք մեր նախնիների ամոթը, որ նրանք ձախողվել են Ամերիկայում։ Հիմա մենք գիտենք, որ նրանք չեն ձախողվել։ Նրանց կողոպտել են։ Մինչ փորձությունները շարունակվում էին, ես սովորում էի ապրել խրճիթում վերականգնել իմ սեփական կյանքը։ Պետության կողմից ապացույցները հայտնաբերելու պահպանելու համար ինձ տրված պարգադրման $50,000 շնորհիվ ես կարողացա վարձել կապալառուների անհրաժեշտ տարրական վերանորոգումները կատարելու համար։ Սկզբում նոր տանիք, ապա գործող ջրամատակարարում էլեկտրականություն, նոր պատուհաններ պատշաճ ջերմամեկուսացում, նոր հատակ, որտեղ փայտը չափազանց փտած էր խնայելու համար։ 6 ամսվա ընթացքում խրճիթը ոչ միայն բնակելի էր, այլ հարմարավետ։ 1 տարվա ընթացքում նա գեղեցկուհի դարձավ։ Ես հայտնաբերեցի, որ խրճիթը սկզբնապես կառուցվել էր գերմանացի ներգաղթյալ Հյուսնի Կլաուս Ցիմերմանի կողմից 1890 թվականին, օգտագործելով եվրոպական ավանդական տեխնիկա բարձրորակ նյութեր։
Պատշաճ կերպով վերականգնվելուց հետո այն դարձավ ամբողջ շրջանի լավագույն պահպանված պատմական տներից մեկը։ Իրոնիան աննկատ չմնաց։ Կլաուս Ցիմերմանը իմ նախապապերի նման ներգաղթյալ այս տունը կառուցել էր իր սեփական ձեռքերով։ Ավելի ուշ այն գնվել էր Ուիտմոր ընտանիքի կողմից, որն այն օգտագործել էր որպես գործողությունների բազա, այլ ներգաղթյալներին համակարգված կերպով թալանելու համար։ Եվ հիմա այն պատկանում էր ինձ, մի երիտասարդ հայ ներգաղթյալի, որն այստեղ թաքնված ապացույցներն օգտագործել էր բոլոր թալանվածների համար արդարություն փնտրելու համար։ Բայց իմ կյանքի ամենակարևոր փոփոխությունը տունը չէր։ Այն իմ ակադեմիական մասնագիտական ուղղությունն էր։ Դատավարությունների ժամանակ ես հանդիպեցի Մարգարետ Չենին, գործակալ Սառա Չենի քրոջը։ Մարգարետը փաստաբան էր, որը մասնագիտացած էր սեփականության իրավունքների պատմական փոխհատուցման հարցերում, վարձվել էր պետության կողմից զոհերի նույնականացման փոխհատուցման բարդ գործընթացը կառավարելու համար։ Դուք ունեք իրավաբանական հետազոտությունների պատմական վերլուծության արտասովոր բնական բնաստ, ասաց նա ինձ, երբ ես 3 շաբաթ անցկացրի նրա թիմի հետ ապացույցների ցուցակագրման զոհերի նույնականացման գործում։ Երբեք մտածել եք իրավաբան դառնալու մասին։ Անկեղծ ասած, ես լուրջ չէի մտածել դրա մասին։ Բայց տեսնելով, թե ինչպես կարող է իրավական համակարգը օգտագործվել ճնշելու ու արդարություն փնտրելու համար, անձամբ տեսնելով, թե ինչպես կարող են Մարգարետի նման կոմպետենտ բարոյական իրավաբանները կյանքեր փոխել, սկսեցի հետաքրքրվել դրանով։ Այն, ինչ դուք այստեղ արեցիք, շարունակեց Մարգարեթը, պատմական ապացույցների բացահայտումը, անցյալի հանցագործությունների կապումը ներկայի անարդարությունների հետ, մի գործի ստեղծումը, որը արդարադատություն բերեց հարյուրավոր ընտանիքների։ Հենց այսպիսի աշխատանք է մենք կատարում փոխհատուցման իրավունքի ոլորտում։ Երկրում կան համայնքներ, որոնք համակարգված կերպով թալանվել են։ Նրանց անհրաժեշտ են փաստաբաններ, որոնք հասկանում են պատմություն, իրավունք։ Մարգարետն օգնեց ինձ դիմել Նյու Յորքի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի նախապատրաստական ծրագրին, առաջարկեց կես դրույքով աշխատանք իր գրասենյակում, ուսման ընթացքում։ Կյանքումս առաջին անգամ ես ունեի ոչ միայն ապագայի ծրագիր, այլ նպատակ, որը գերազանցում էր պարզապես գոյատելը։ Ես սկսեցի դասերս աշնանը, ամեն առավոտ վերանորոգված տնակից 45 րոպե մեքենայով հասնելով համալսարանական քաղաք, իսկ կեսօրին վերադառնում էի նույն ձեղնահարկում սովորելու, որտեղ հայտնաբերել էի այն ապացույցները, որոնք փոխեցին ամեն ինչ։ Ես ձեղնահարկը վերածեցի իմ գրասենյակի անձնական գրադարանի։ Երբեմն նստած այն սեղանի մոտ, որտեղ Հենրի Ուիտմոր կրտսերը տասնամյակներ շարունակ կազմակերպել էր քրեական ապացույցներ, մտածում էի, թե ինչպես կարող են անհատական որոշումները փոխել պատմության ընթացքը։ Եթե ինձ տնից չվռնդեին, երբեք չէի տեսնի այդ $10 գովազդը։ Եթե քաջություն չունենայի գնելու խարխուլ խրճիթ, երբեք չէի աշխատեցնի ձեղնահարկը։ Եթե Հենրի Ուիտմոր կրտսերը մանրակրկիտ չփաստաթղթավորեր իր համախոհների հանցագործությունները, արդարադատությունը երբեք հնարավոր չէր լինի։ Երբեմն մեր կյանքի ամենակարևոր իրադարձությունները տեղի են ունենում, քանի որ մեզ ստիպում են ընտրել այնպիսի ուղիներ, որոնք մենք երբեք կամավոր չէինք ընտրի։ Բայց, թերս, ամենաանսպասելի նշանակալի փոփոխությունը տեղի է ունեցել իմ սեփական ընտանիքի հետ։ Առաջին ձերբակալություններից 3 ամիս անց, երբ գործը գերիշխում էր տեղական ազգային լրատվամիջոցներում ամեն օր, ես անսպասելի զանգ ստացա բջջային հեռախոսից։ Այ դա հորս ձայնն էր, բայց այն այլ կերպ էր հնչում։ Ավելի մեղմ, պակաս զսպող։ Սա քո հայրիկն է։ Բար, հայրիկ։ Իմ ձայնը ավելի սառը հնչեց, քան ես մտադիր էի։ Այդա ջան։ Ես տեսա լուրերը։ Ես կարդացի այն մասին, թե ինչ ես գտել, ինչ ես արել։ Ես հպարտ եմ։ Լռություն։ Ես չգիտեի, ինչպես արձագանքել։ Այդան, քո մայրը ես մենք սարսափելի սխալ թույլ տվեցինք։ Հսկայական սխալ։ Դու ճիշտ էիր, որ պաշտպանեցիր այն, ինչին հավատում էիր։ Դու փրկեցիր մեր համայնքը։ Դու արդարություն բերեցիր մեր ժողովրդին։ Լավ։ Ոչ, թույլ տուր ես խոսեմ։ Երբ մենք քեզ տնից դուրս շպրտեցինք, ես կարծում էի, որ պաշտպանում եմ մեր ընտանիքի պատիվը։ Բայց դու պաշտպանեցիր մեր ամբողջ համայնքի պատիվը։ Մեր նախնիների, բոլոր վիրավորված ընտանիքների պատիվը։ Նրա ձայնը դողում էր։ Կարող եք մեզ ներել։ Կարող ենք փորձել շտկել սա։ Դա դժվար 45 րոպեանոց զրույց էր, երկու կողմերից էլ շատ լաց լինելով։
Բայց դա իսկական հաշտեցման սկիզբն էր։ Ես հայտնաբերեցի, որ ծնողներս ինձ վտարելուց հետո զգալի սոցիալական հետանքների էին բախվել։ Տեղի հայ համայնքը, չնայած շատ առումներով ավանդական էր, դեմ էր ծնողների կողմից իրենց երեխաներին լքելուն, հատկապես այն ժամանակ, երբ նրանց դուստրը համայնքի հերոս էր դարձել։ Համայնքում բոլորը գիտեն, որ դու ճիշտ բան ես արել, ասաց մայրս ինձ, երբ 2 ամիս անց վերջապես համաձայնվեցի նրանց հետ ընտրել։ Եվ բոլորը գիտեն, որ մենք սխալ բան ենք արել։ Մենք կորցրեցինք հաճախորդներին ավտոտնակում։ Եկեղեցում մարդիկ խուսափում են մեզ ողջունելուց։ Մենք արժանի ենք դրան։ Ես չէի ուզում, որ դու տառապես, պատասխանեցի ես։ Ես պարզապես ուզում էի, որ դու հարգես իմ ընտրությունը։ Հիմա հասկանում ենք, ասաց հայրս։ Այն, ինչ դուք արեցիք արդարություն բերեց Թավակյան ընտանիքին, Անտոնելներին, մեր համայնքի շատ այլ ընտանիքների, որոնք երբեք չգիտեին, թե ինչու են իրականում կորցրել ամեն ինչ։ Դուք պատվեցիք մեր նախնիներին այնպես, ինչպես մենք այդ ժամանակ չէինք կարողանում հասկանալ։ Ինչ վերաբերում է պայմանավորված ամուսնությանը, որը հանգեցրել էր ամբողջ իրավիճակի, Գարլեն Մեսրոպյանը այն անձանց թվում էր, որոնց ՀԴԲ-ն հետաքննում էր ընդլայնված հետաքննության շրջանակներում։ Չնայած նրան քրեական մեղադրանք չէր առաջադրվել սկզբնական դավադրությանը մասնակցելու համար, նա ծնվել էր միայն 1977 թվականին, հետաքննությունը պարզեց, որ նրա ընտանիքի հացաբուլկեղենի խանութը զգալիորեն օգուտ է քաղել տարիների ընթացքում կատարված հանցագործություններից։ 1950-ական 1960-ական թվականներին Մեսրոպյանների կողմից ցածր գներով գնված գույքը նույնականացվել է որպես սկզբնական ընտանիքներից գողացված գույք։ Երբ զոհերի ընտանիքները սկսեցին դատական հայց ներկայացնել փոխհատուցման համար, Մեսրոպյան բիզնես կայսրությունը փլուզվեց, հացաբուլկեղենի խանութը սնանկացավ, Գարլենը կորցրեց իր տունը, ընտանիքը ստիպված եղավ լքել Միլբրուք հովիտը։ Դու փրկեցիր քո կյանքը, հրաժարվելով նրա հետ ամուսնանալ, խոստովանեց հայրս մեր հաշտեցման զրույցներից մեկի ժամանակ։ Եթե դու ամուսնանայիր նրա հետ, կլինեիր մի մարդու կինը, ով կորցրել էր ամեն ինչ իր ընտանիքի հանցագործությունների պատճառով։ Եվ ով լուրջ խնդիրներ ուներ, որոնք բացահայտվել էին քննության ընթացքում։ ՀԴԲ-ի հետաքննությունը պարզել էր, որ Գարլենն ունեցել է ընտանեկան բռնության դեպքեր, որոնք թաքցվել էին տեղական իշխանությունների հետ ընտանեկան կապերի շնորհիվ։ 2 նախկին կանայք բողոքներ էին ներկայացրել, որոնք խորհրդավոր կերպով անհետացել էին ոստիկանության գրառումներից։ Ինչպես կարող էիր չիմանալ սա, երբ կազմակերպում էիր ամուսնությունը, հարցրի ես։ Ծնողներս անհարմար հայացքներ փոխանակեցին։ Մենք գիտեինք, որ նա 2 անգամ ամուսնալուծվել էր, վերջապես խոստովանեց մայրս։ Բայց Հակոբը մեզ ասաց, որ դա պարզապես անհամատեղելիություն է։ Մենք երբեք ավելի շատ մանրամասներ չենք խնդրել։ Մենք պետք է հարցնեինք։ Մենք պետք է պաշտպանեինք ձեզ, այլ ոչ թե ձեզ ստիպեինք։ Այսօր, այս ամենից 5 տարի անց, ես դեռ ապրում եմ Խրճիթում։ Այն բոլորովին այլ տուն է, վերականգնված, արդիականացված, բայց պահպանելով իր բոլոր պատմական բնույթները։ Այն պաշտոնապես ճանաչվել է որպես շրջանի պատմական հուշարձան, թե իր յուրահատուկ ճարտարապետության, թե կոռուպցիայի բացահայտման գործում ունեցած դերի համար։ Ես գերազանցությամբ ավարտել եմ Օլբանի համալսարանի Նյու Յորքի մասնաճյուղը, պատմության նախաիրավաբանական ուսումնասիրությունների մասնագիտությամբ, այժմ սովորում եմ Օլբանի իրավաբանական դպրոցի 2-րդ կուրսում։ Իմ ուշադրության կենտրոնում եմ փոխհատուցման իրավունքը պատմական արդարադատությունը, օգնելով համակարգված թալանված համայնքներին վերականգնել կորցրածը։ $10 գնած անշարժ գույքս գնահատվել է $425.000, բոլոր վերականգնումներից պատմական նշանակությունից հետո, բայց ես վաճառքի մտադրություն չունեմ։ Դա իմ տունն է, իմ գրասենյակը մշտական հիշեցում, որ երբեմն ամենակարևոր բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք դրանց ամենաքիչն ենք սպասում։ Այն ձեղնահարկը, որտեղ գտա բոլոր ապացույցները, այժմ իմ գրադարանն ու տնային գրասենյակն է։ Ես պահել եմ այն սկզբնական սեղանը, որտեղ Հենրի Ուիտմոր կրտսերը կազմակերպել էր իր խոստովանությունը, բայց հիմա այն շրջապատված է իրավաբանական գրքերով, գործերի նյութերով, որոնց վրա աշխատում եմ ժամանակակից համակարգիչներով։ Պատերին ես շրջանակել էի մի քանի շնորհակալական նամակներ, որոնք ստացել էի փոխհատուցումից օգտվող ընտանիքներից, կամ մեկը Ռոզա Թավակյանից, որն այժմ 83 տարեկան է, ով իր փոխհատուցման մի մասն օգտագործել է Յեքլեում իրավաբանական ֆակուլտետի հայ-ամերիկացի ուսանողների համար կրթաթոշակ հիմնելու համար։ Կամ մեկ այլ դեպք, որը վերաբերում է Ջուզեպպե Անտոնելիի թոռանը, Մայքլ Անտոնելիին, որի վնասված լուսանկարը քրեական գործում էր։
Մայքլն օգտագործեց իր ընտանիքի փոխհատուցումը Միլբրուք-Վելիում նոր հացաբուլկեղենի խանութ բացելու համար, նույն վայրում, որտեղ իր ընտանիքը կորցրել էր իր սկզբնական բիզնեսը 90 տարի առաջ։ Իմ ընտանիքի 3 սերունդ մեծացել է, հավատալով, որ իմ նախապապը ձախողվել է, ասվում էր նրա նամակում։ Դուք վերականգնել եք մեր ընտանիքի արժանապատվությունը։ Միլբրուք-Վելի քաղաքն այժմ բոլորովին այլ վայր է։ Նոր ժողովրդավարական ճանապարհով ընտրված ղեկավարներ, թափանցիկ հաշվետվողականության համակարգեր շարունակական դաշնային վերահսկողություն, ապահովելու համար, որ այս տեսակի կոռուպցիան երբեք չկրկնվի։ Այս գործը դարձավ իրավաբանական դպրոցներում հիմնարար ուսումնասիրության թեմա, քաղաքային կոռուպցիայի պատմական գրառումների պահպանման կարողության այն մասին, թե ինչպես կարող են պատշաճ հետաքննությունները բացահայտել տասնամյակների անարդարությունը։ Ինձ հրավիրեցին մի քանի համալսարաններում դասախոսություն կարդալու պատմական արդարադատություն համայնքային փոխհատուցում թեմայով։ Բայց ինձ համար ամենակարևոր դասերը անձնական էին։ Ես սովորեցի, որ երբեմն պետք է կորցնել այն ամենը, ինչ կարծում էիր, թե ուզում ես, որպեսզի բացահայտես այն, ինչ քեզ իսկապես պետք է։ Ծնողներս ուզում էին, որ ես ունենամ անվտանգ ավանդական կյանք։ Դրա փոխարեն ես դարձա այն մարդը, ով քանդեց 70-ամյա դավադրությունը ու օգնեց հարյուրավոր ընտանիքների վերականգնել իրենց արժանապատվությունը։ Ես սովորեցի, որ արդարադատությունը մի բան չէ, որը տեղի է ունենում ավտոմատ կերպով։ Դա մի բան է, որի համար կոնկրետ մարդիկ պետք է պայքարեն, ռիսկի դիմեն, երբեմն զոհաբերեն անձնական անվտանգությունը։ Ես իմացա, որ ամենավտանգավոր գաղտնիքները նրանք են, որոնք բոլորը գիտեն, բայց ոչ ոք պատրաստ չէ բացահայտել։ Եվ ես սովորեցի, որ երբեմն մեզ հետ պատահող ամենավատ բաները վերջիվերջո դառնում են մեզ հետ պատահած լավագույն բաները, ոչ թե որովհետև տառապանքն ինքնին լավ է, այլ որովհետև այն մեզ ստիպում է դառնալ այնպիսի մարդիկ, ինչպիսիք այլապես երբեք չէինք լինի։ Ես դեռս կես դրույքով աշխատում եմ Մարգարետ Չենի մոտ, ով դարձել է ոչ միայն իմ մասնագիտական խորհրդատուն, այլ լավագույն ընկերներիցս մեկը։ Ներկայումս մենք աշխատում ենք նմանատիպ դեպքերի վրա նահանգի 3 այլ շրջաններում, որտեղ ապացույցները վկայում են ներգաղթյալ համայնքների դեմ համակարգային կոռուպցիայի մասին։ Դու տաղանդ ունես դրա համար, վերջերս ինձ ասաց Մարգարետը, դու կարող ես տեսնել օրինաչափություններ, որոնք ուրիշները բաց են թողնում, կապեր հաստատել թվացյալ անկապ ապացույցների մեջ, եւ ամենակարևորը, դու հասկանում ես անարդարության մարդկային արժեքը այնպես, ինչպես իրավաբանների մեծ մասը երբեք չի հասկանում։ Իմ հարաբերությունները ընտանիքիս հետ շարունակեցին բարելավել։ Ծնողներս այժմ իմ ամենամեծ աջակիցներից են։ Մայրս նույնիսկ հաճախ է հայ համայնքի բոլոր անդամներին ասում, որ իր դուստրը իրավաբան է, որը պայքարում է ներգաղթյալ ընտանիքների արդարադատության համար։ Մենք հպարտանում ենք քեզնով այնպես, ինչպես երբեք չէինք կարող պատկերացնել, անցյալ ամիս ինձ ասաց հայրս։ Դու պատվել ես մեր ընտանիքն ու մեր ժառանգությունը այնպես, ինչպես երբեք չէինք պատկերացնի։ Եթե դժվար ժամանակներ եք անցնում, եթե դժվար ընտրության առաջ եք կանգնած անվտանգության սկզբունքների մեջ, ուզում եմ, որ հիշեք մի բան։ Երբեմն ավարտները իրականում ավարտներ չեն։ Երբեմն դրանք պարզապես քողարկված սկիզբներ են։ Եվ երբեմն մեզ հետ պատահող ամենավատ բանը մերժված լինելը, կորցնել այն ամենը, ինչ կարծում էինք, թե ուզում ենք, ստիպված լինել սկսել զրոյից, վերջիվերջո հենց այն է, ինչ մեզ անհրաժեշտ էր դառնալու համար այն, ինչ մենք իրականում պետք է լինեինք։ Արդարադատության հաստատմանը կարող են տասնամյակներ պահանջվել։ Այն կարող է պահանջել, որ ինչ-որ մեկը քաջություն ունենա բացելու կնքված արկղերը, ուսումնասիրելու լքված ձեղնահարկերը, բացահայտելու ճշմարտություններ, որոնք ազդեցիկ մարդիկ կնախընտրեին թաղված պահել։ Բայց երբ արդարությունը վերջապես հասնի, երբ ընտանիքները վերականգնեն իրենց արժանապատվությունը, երբ ամբողջ համայնքները վերականգնվեն, ամեն ինչ արժե այդ դժվարություններին, զոհողություններին, ռիսկին։ Իմ պատմությունը սկսվեց $10 խրճիթով պատրաստակամությամբ ուսումնասիրելու այն, ինչ ուրիշները թողել էին թաքնված մթության մեջ, որտեղ է սկսվելու ձեր պատմությունը։